Հրազդան համայնքի 10,000 բնակիչ ունեցող ամենամեծ թաղամասում միկրոշրջանում փաթեթավորման թափոնների կառավարման բարելավման պիլոտային ծրագիր կիրականացվի։ Ամերիկայի առևտրի պալատի կայուն զարգացման հանձնաժողովի շրջանակում ձևավորված Էկոփակ Հայաստան արտադրողների պատասխանատվության հիմնադրամի նախաձեռնությունն է։ Դա մի հատ կարծում եմ մեծ առաջընթաց է, հաշվի առնելով, որ միջազգային կազմակերպությունները իրենց պատասխանատվությունն են վերցրել, որպեսզի նպաստեն Հայաստանում այդ ենթակառուցվածքի կառավարմանը, որը իրականում իշա արտադրողին լայնված պատասխանատվություն է։ Հրազդանի համայնքապետարանի եւ հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիրն արդեն ստորագրված է։ Աշխատանքները կարող են մեկնարկել։ Պիլոտային ծրագիրը բաղկացած է երկու հիմնական ուղղությունից։ Մի ուղղությունը դա ենթակառուցվածքի ստեղծումն է, այսինքն մենք տեղադրելու ենք աղբամաններ, տեսակարգման համար եւ այլն։ Եվ մյուս շատ կարևոր կոմպոնենտը դա քաղաքացիների իրազեկման բլոկն է, որտեղ որ աշխատանք պետք է տանենք քաղաքացիների բնակիչների հետ, որպեսզի նրանց սովորեցնենք, թե ինչպես ճիշտ պետք է տեսակարգել աղբը։ Համայնքին կտա ավելի շատ մաքրություն տարածքներում, բնակչության մոտ մտածելակերպի ամենակարևորը փոփոխություն։ Ծրագիրը ֆինանսավորվում է Coca-Cola Hellenic Armenia, Երևանի կոնյակի գործարան, Ջերմուկ International, Pepsi Cola Bottler ընկերությունների կողմից, Հայաստանում Եվրամիության առաքելության հետ համագործակցությամբ եւ ուղիղ աջակցությամբ։ Հենց այս 3 ընկերությունների կողմից է հիմնադրվել Էկոփակ Հայաստանի արտադրողների պատասխանատվության հիմնադրամը։ 3 միջազգային ընկերություններն այս կերպ ցույց են տալիս պատասխանատու լինելու լավագույն օրինակը։ Թե ինչ կտա մեզ այս ծրագիրը, նախ եւ առաջ գործնական փորձ թափոնների հավաքագրման, վերամշակման ոլորտում, ինչպես նաև կբարձրացնի իրազեկվածությունը թե մեր աշխատակիցների, թե գործընկերների այդ շրջակա միջավայրի պաշտպանության կարևորության մասին եւ կարծում եմ ամենակարևորը կտա չափելի արդյունքներ։ Ամբողջ աշխարհում մեր ընկերությունը ստանձնում է այն պատասխանատվությունը, որպեսզի կարողանա առաջնորդվի թափոնների կառավարման ընդհանուր բոլոր ծրագրերը, որտեղ այն բոլոր երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում։ Կարևորում ենք նաև, որ փորձը, որը Coca-Cola Armenia ընկերությունը որպես կորպորատիվ պատասխանատու կազմակերպություն ներդնում է Հայաստանում, նաև հանդիսանա օրինակ այլ ընկերությունների համար, որոնք նաև կկարողանան նույնպես լինել պատասխանատու եւ միանալ այս գործընթացին։ Փաթեթավորման թափոնների հավաքում, տեղափոխում, տեսակավորում եւ վերամշակման կազմակերպում ծրագրի հիմքում այս աշխատանքներն են ու ծրագրի լավագույն արդյունքի համար անհրաժեշտ է նաև պետական հատվածի համագործակցության պատրաստակամությունը, որպեսզի մշակվեն օրենսդրական կարգավորումներ, միջազգային փորձագետը վստահեցնում է։ Մեզ անհրաժեշտ է օրենսդրություն, որն իրականում պարտավորեցնում է ոլորտի ներկայացուցիչներին պատասխանատվություն ստանձնել։ Հայաստանում խոստումն ալիսն այն է, որ ոլորտը շատ նախաձեռնող է եղել։ Այն աշխատում է արդեն 15 տարի, փորձելով իրականում ստեղծել ընկերությունների թիմեր, ստանձնելու փաթեթավորման կառավարման պատասխանատվությունը։ Լավ է, որ օրենքի նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ծրագրի հեղինակները վստահ են այն կմեկնարկի Հրազդան համայնքում եւ հետագայում այդ փորձով թափոնների կառավարում հնարավոր կլինի իրականացնել ամբողջ Հայաստանում։ Թափոնների կայուն կառավարման գործընթացը նախատեսված է նաեւ ՍԵՊԱ-ի համաձայնագրով։